Բարիգեսոր բոլորիդ, շնորհակալ ենք, որ Աստված անգամը ևս մեզի հավաքեց իր խոսքին շուրջը։ Հիմա հասած ենք մենք 11-րդ դասը, որ գսերդենք Քրիստոսը Փիլիպպեցիներուն եւ Գողոսյան թուղթերուն մեջ միավորելով երկինքը ու երկիրը, այս է թեման մեր այս երամսյակին։ Եվ այսօրվա դասին վերնակին է ապրիլ Քրիստոսի հետ։ Ինչ էսակ բնավորություն պետք է ունենանք, որ Քրիստոսի հետ ապրենք։ Ուրեմն աղոթենք, սկսենք առաջ։ Երկնավոր Հայր, շնորհակալ ենք Տեր բոլոր բարիքներիդ համար եւ որ քու խոսքդ մեր ցերկը դված ես, որ գնանք անիկա գարտալ եւ ավելի լավ քու սիրտ հասկանալ։ Տեր կխնդրեմ, որ Սուրբ Հոգիովդ հիմա մեզի լեցնես։ Քանի որ ինչպես որ Սուրբ Հոգիովդ խոսքը գրեցիր, խնդրեմ որ Սուրբ Հոգիովդ դալ մեզի օգնես, որպեսզի այդ քո խոսքդ կարողանանք սերդել եւ հասկանալ, յուրացնել եւ կորզաթել մեր կյանքին մեջ։ Փառքը բադիվը զորությունը Ալլահորը որդուն եւ Սուրբ Հոգին հավիտյանս հավիտենից Հիսուսի անով խնդրեցի ամեն։ Ուրեմն մեր հիշելու համարն է Գողոսացիներ 3:14-րդ համարը։ Գողոսացիներու թուղթար Գողոսացիս 3-րդ գլուխ 14-րդ համարը։ Եվ այս բոլոր բաներուն վրա սեր հագեք, որ կատարելության կապնի։ Այո, շնորհակալ եմ։ Այս բաներուն վրա սերը հագեք։ Երբեմն մարդիկ կսեն, որ ամբերու մեջ մի սավառնիր ավելի կորզնական եղիր, թե ոչ երկրի վրա օգուտ չես ունենար։ Ոսարակել ավելի շատ կուզես է, որ շատ մի կենտրոնացիր աս երկրին վրա, թե ոչ երկրի կտեղ չես ունենար։ Ուրեմն Հիսուսը սավ սիրեցեք ձեր թշնամիները, օրհնեցեք ձեզ անիծողները, բարի կրեք անոնց, որ ձեզ գադեն։ Ինչու համար, որբեսի որդիները ըլլակ ձեր հորը, որ երկինքն է, որովհետև այն իր արեքակը գծակեցն է եւ չայերուն եւ փայներուն վրա եւ անցրև գփերը եւ արդարներ եւ անարդարներուն վրա։ Ուրեմն սերը շատ մեծ հասկացողություն մնե մարդուն համար։ Առանց սիրո համը չլար, մենք Աստծո սիրո արդյունքն ենք, իրեն սերեն փխած է, որ մեզի ստեղծեց։ Եվ իրեն սիրո արդյունքն է, որ մեզի փրկեց։ Եվ իրեն սիրո արդյունքը բիդալա, որ մեզի երկինք տան իրեն հետ հավիտյան բնակելու։ Անհնար գտվա ասիգա։ Աստծո հետ մարդկային առումով այո, բայց Աստծո հետ գիտենք, որ անհնար բանը չի գա։ Բայց հոս հասնելու համար նախ մենք մեր եսին պետք է մեռնենք։ Մեր եսով չենք կնար ասոր հասնել, այս սիրոն հասնել։ Մենք պետք է մեր մտածելակերպը փոխենք, եթե հույս ունենք, որևէ երկրային օգուտ բերել մեր երկրային հորը։ Մենք գարտան Գողոսացիներ 3-րդ գլուխ 1-4 համարը։ Գողոսացիներու 3-րդ գլուխ առաջինն 4 համարները։ Արդ եթե Քրիստոսին հետ հարություն արի, ուրեմն վերի բաները կընտրեցեք, որ Քրիստոս կնստի Աստծո աջ կողմը։ Վերի բաներուն վրա մտածեցեք, ոչ թե այս երկրին վրայիններուն, վասնզի դուք մեռաք ու ձեր կյանքը պահված է Աստծո քով, Քրիստոսի հետ, երբ Քրիստոս մեր կյանքը հայտնվի, այնադեն դուք անոր հետ փառքով պիտի հայտնվիք։ Ամեն։ Մարդիկ կան, որ խորին, որ հիմա ոսա, որ պարծանանք, չէ, երբ որ ասենք ուր է Հայր Աստված, գիտենք, որ երկինքն է, միշտ վեր գնայինք։ Մարդիկ իրենց բոլոր կյանքին մեջ որևէ մեկ տարբեր գրողներու մեջ ալ միշտ բարձր դեղեր կացած են, լեռներ ելած են, որովհետեւ Աստծո ավելի մոտ լան։ Եվ ուրեմն շատ անգամ իջակետքի մեջ կսե աստեսակ բաներ գշինեին, որ անցանը զիգուրատներ կգոչվի, հին ժամանակ Աստծո հանդիպելու համար գշինեին, բարձր աշտարակներ իրենց խելքովը։ Հետարքիրային է գսե ուր քաղաք ուր դրան Աբրահամը գանչվեցավ հեռանալու շատ մեծ զիգուրատ ուներ, որ դեսանի էր մղոններ հեռավորության, սակայն բարձրության փոփոխությունը ինքնին երբեք չի գնար որևէ մեկին հոգեոր առումով ավելի մոտեցնել երկինքին։ Մարդկային չանքերը, այսինքն չեն գնար մեզի մոտեցնել Աստծո։ Անոր փոխարեն միայն շնորհքի հրաշքով, որով մենք մեռանք Քրիստոսի հետ եւ հարություն առանք անոր հետ, պատկերավոր գերով ասի մեր մգրդությունն է, երբ որ գմրգդվիս ճուրին մեջը գթաղվիս եւ Հիսուսի հետ հարություն գառնես, այդ մգրդության խորհուրդը, ասեվով հնարավոր գլա երկին մոտենալը։ Ուրեմն հոս քանի անգամ կգրտնե
ինչ որ երկինքն է, ինչ որ վերևն է, որ Քրիստոս է, վերի եղած բաները մտածեք, Քրիստոսի հետ Աստծո մեջ, անոր հետ փառքով, այս ամեն բառերը հոս հիմա գարտացինք։ Ամեն բան երկինքն է։ Այսինքն մեր փուն կյանքը երկինքն է։ Իհարկե, քրիստոնյա կյանքին մեջ շատ բան կա, որ դժվար կբացատրվի, ինչպես կնա մարդը իսկապես մեռնել, ճագերտավոր մեռնել։ Իրական պիտի չի մեռնես, չէ՞ ինչ է ապրել։ Ինչպես բայց մարդը կնա մեռնի եւ հարություն առնել, երբ փուրսեն արտաքին է նույնը գերևնա, համը գրեթե չի փոխվի։ Իրականության մեջ բայց ես գիտեմ, որ երբ որ մարդու ներսը կփոխվի, դուրսնա կփոխվի։ Եվ հարություն առնել, այո, եթե կյանքի ու մահվան այդ փորձառություն չի ունեցած։ Եվ ինչպես կնա մեկը ադիգա ունենալ։ Ուրեմն ստացած ենք Աստծո խոստացած նոր սիրտը, մեղքի հանդիպ մեռնելը եւ Քրիստոսի հետ հարություն առնելը, ասոնք ճշմարիտ իրողություններ կլան։ Երբ մգա գսե ուդեղը գիտես որ Աստված Հիսուս գաբրի, գսե քայմ իմ սիրտիս մեջ է գաբրի։ Ուրեմն Պողոս առաքյալ գսե որ քանի որ հոգևոր կյանքը անընդհատ նորոգվելու կարիք ունի։ Եվ իսկապես մենք կրնանք ինալ եւ գորիլ։ Այս կյանքը ապահով չենք փորձություններն, հետեւաբար մենք ամեն օր պետք է ընտրենք այն ինչ որ վերևն է, ինչպես կարդացինք։ Ամեն ինչ որ վերը գա, մեր հավերժական կյանքը հուսալ ծածկված է Քրիստոսի հետ Աստծո մեջ։ Հիշեցիք հոս։ Դուք մեռաք ու ձեր կյանքը բահված է Աստծո կով Քրիստոսի հետ։ Ասում մեր հավիտենական կյանքը բահված է Քրիստոսի հետ։ Այո, եւ այս կյանքի արտաքին արտահայտությունը իսպեք չի գնար թաքնված ալալ։ Այս եթե ես քրիստոնյա եմ, չեմ նա թաքնված քրիստոնյա ալալ։ Անպայման արտաքինը, իմ գործերս, իմ խոսքերս, անոնք անպայման պետք է ցցնեն, որ իմ ներսս ուրիշ է։ Ուրեմն ուր է քո միտքդ։ Սովորաբար վերևն է, թե սովորաբար ներքևն է։ Աշխարհի վրա, աշխարհային բաներով զբաղած է։ Եթե երկրորդն է, գսե ինչպես կնաս փոխել ադոր ուղղությունը։ Աշխարհի մարսին մտածելիքդ ինչպես կնաս փոխել, որ կնաս քո ակնոցդ երկինքի ակնոցով նայել երկրի վրա եղածին։ Երբեմն գմորնանք, այդ ակնոցը գվերցնենք եւ շատ դարաբալից դժվար բանի մեջ կինանք, հոգեգանի մեջ կինանք։ Ուրեմն շատերը ասպանը վերջ տանք, անի վերջ տանք, մենք ալ վերջ տանք, աս աշխարհի վրա մտածելուն, սկսենք երկինքի մասին մտածել։ Ուրեմն կարդանք Կողոսացիս 3-րդ գլուխ 5-6 համարները։ Ոստի ձեր գերզավոր անդամները սպանեցեք օրնկությունը, աղտությունը, անսանցկիրքը, չափցանկությունը եւ ագահությունը, որ կրապաշտություն է, որոնց համար Աստծո բարկությունը անհնազանդության որդիների վրա հուքա։ Այո, շնորհակալ եմ։ Ուրեմն հոս ունենք, ունելիք բաներ ունենք։ Աստված մեզի գսե, որ ինչ բաները ետ պետք է գնանք։ Նաև գարտանք Հռոմայացիս 6:1-7։ Ալ հիմա ինչ պիտի ասենք, մեղքի մեջ մնանք արդյոք, որպեսզի շնորհքը շատնա, քավլիցի, մենք որ մեղքին մեռանք, ինչպես անոր մեջ կենանք։ Չեք գիտեր թե մենք, որ Հիսուս Քրիստոսով մկրտվեցանք, անոր մահվանը մկրտվեցանք, անոր հետ թաղվեցանք մկրտությունով, մահվան համար, որպեսզի ինչպես Քրիստոս, որը հարկով հարություն արավ մերելներեն, այնպես ալ մենք կյանքի նորոգության մեջ պտտինք։ Վասնցի եթե մենք դնգակից եղանք, անոր մահվանը նմանությունով, նաև անոր հարությանը նմանությունով ալ գծորդ պիտի լանք։ Այս գիտնանք, թե մեր հին մարդը անոր հետ խաչվեցավ, որ մեղավոր մարմինը պճատնա, որպեսի ասկի հետո մեղքի չծարայինք։ Այո, շնորհակալ եմ։ Հատ Պողոս առաքյալ մեզ կսորվեցնե մեր անդամները փոխաբերական, ինչպես մերցնենք մեղքի համար։ Այսքան քայթագողությունները պետք է մերցվին։ Քիչ առաջ ինչպես քարոզի մեջ ասավ, սրանան գուզե մեր ժամանակը խլել, երբ որ ժամանակ չես տար Աստծո հետ ժամանակ ասելու, չես գիտա որ մեկ մեղքը քո վրա կջնշե եւ որ մեկ մեղքեն ետ պետք է գնաս։ Գայլը մեկը որնգություն չունի,
բայց անսանց գիրք ունի, անսանց գիրքը միայն սերային գիրքը չի, այլև ակահություն է, ինչպես որ հոսքս է, ակահություն որ գրաբաշխություն է, ուշադիր լալու համար, եթե մենք Քրիստոսի հետ մեռանք, այդ բաները մեր մեջ են պետք է ելնեն, եւ ադիգա ժամանակ կուզե եւ կորց, որպեսզի ատկե մենք ազատ ենք, այո, Ասենսի ան որ մեղքի մեռած է, մեղքի արդարացած է։ այո, երբ որ մեղք կործելու համար դու մեռած ես, մեռած մարդը մեղք չի կործել, եթե մեղքը կործես կնշանակի թե հետաքրքրությունը աշխարհին վրա է, Քրիստոսի պետք է քաս եւ Քրիստոսի հետ մեռնես եւ Քրիստոսի հետ հարություն առնես, այսինքն երբ որ հարություն գարես ինքը քեզ ուրիշ բաներ կուտա։ Աստծո փառքին արդարությունը, գսե, կհանդիպի Հռոմեացիների մեջ տալ, այսինքն մարդիկ Աստված մարդոց կցկե իրենց սեփական անփարիչ ճամփաներում մեջ։ Ոչ թե Աստված ուրիշ բան մգնա, այլ դու արդեն թուն քեզի կփչացնես, քո անփարիչ ճամփաները քեզ կփչացնեն։ Անոր փառքությունը մեզ կուքա անհազարդության որդերուն վրա, մարդկանց ամեն անփարիչություն եւ անիրավության մասին անմաքրություն օգտագործելով, ասփարը որոնց ըստ իրենց սրդերու ցանկության բժշկության մատնեց, որբես իրենց մարմների մեջ անարգվին։ Հռոմեացիներ 1:24-ի մեջ գսե, ինչպես որովհետև կհրաժարվին ճաշտել արարիչը։ Երբ որ չեն ուզել Աստծո ճաշտալ եւ Աստծո խոսքերով քալել, իրենց անգարք, անարգ գիրքերը գսե, իրենց նույնիսկ անոնց էքերը գսե բնական հարաբերությունը անբնական փոխեցին։ Նույն գերբալ արուները եկերու այդ բնական հարաբերությունը թողած իրենց ցանկությունը փորփոքվեցան, միմյանց հատեպ եւ այրեցան, գսե, իրենց կայրեն։ Ասկա մենք հիմա ոչ միայն խախտնի է, այլև գնդարաճվի եւ այո, զորություն գուտա, որ ադիգա ավելի առաջ է, փոխանագսե, որ ասի սխալ է, ասիգա մեղք է, ասիգա քեզի վարվելու գտանի։ Ինչպես կսե հետևին ուրեմն սպանեցեք այն ինչ ցեզ կպատկանի երկրի վրա խոսքերուն 3-ին մեջը որ գսե Ոստիցեր երկրավոր անդամները սպանեցեք այսինքն այդ քարտաղությունեն հերու գեցեք աղոթքով հնազանդությունով եւ այդ կորձին մեջը չնելով հեռանալ ըսկուշտանալ չնել խնդրել օգնություն Սուրբ Հոգին օգնությունը քարտաղություններեն հերու գնալու համար ասոնք Ճամփայի որ գնանք առաջ երթալ կարդանք 3-րդ գլուխ 6-ն 11 համարները Որոնց համար Աստծո բարգությունը անհանձնության որդիներուն վրա կա որոնց մեջ ադեն մտու կալեի եւ անոնց մեջ գաբրեիկ բայց հիմա մեկտի ցկեցեք դուքալ ամեն բարգությունը Սրտմտությունը, չարությունը, հայհոյությունը, անհամեստ խոսքերը եւ ծերպերաններեն խոսքերը ծերպերաններեն իրարու սուտ մի խոսիկ հին մարդը իր գործովը ծեր վրայեն հանեցեք Երկու համարներ մինչև 11 Երկու համարներ այո Եվ հակեք ան նոր քիլուտինով նորոգված իր ստեղծագործին բատկերին պես ուրնույն հույն ու հրյա տլպադությունը ու անտլպադությունը պարպարոս ըսկյութացի եկտացի ծարա գամ ազատ չկա Աբա Քրիստոս է ամեն բանի մեջ։ Այո, շնորհակալ եմ։ Հիմա ուրեմն երբ որ Պողոս Արաքյալը գսե որ ինչը պիտի մերցնես, ատկե վերջը գուքա գսե որ ինչ պետք է անես, ավելի կմանրամասնե, այսինքն ավելի մինչև բզդիկ բաներուն կհասնի։ Փարգություն, սրտմտություն, իրարու պես է Մեկ հատ գբորտ կա, մեկ հատ սիրտին մեջ նեղություն ունի։ Չարություն, հայհոյություն եւ անհամեստ խոսք։ Մեկ հատ բաց գիտես, մեկ հատ անհամեստ է։
անհամեստ իրար ուսուտ մի խոսիկ, հին մարդիր կորձերը ծեր վրայն հանեցեք, եւ վերջը հակեք այն նորը գիտությունով նորոգված իր ստեղծողին պատկերին պես, Հիսուսին պատկերին պես։ Այսինքն մենք մարդոց չենք հետևին, մենք Քրիստոսի կհետևենք։ Մարդոց երբ որ հետևենք կշվարենք, բայց Քրիստոսի երբ որ հետևենք շիդագին մեջ կմնանք։ Հիմա Աստված անեգա, որ այսինքն փոփոխություն մը եղավ։ Մինչև առաջ ուրիշ ճամփայով երթայր, հիմա, այսինքն հիմա փոխվեցար, ճամփա դարձար, ապաշխարեցիր եւ հիմա ասոնք պիտալա։ Ուրեմն զայրույթ փարգությունը գնա նկարակել մեղքի հանդեպ Աստծո արդար արձագանքը։ Ինչպես Հիսուսը գնե, բայց մեզի համար մարդուն համար գսե որ թողամեն մարդ արաքահասը լսելու մեջ, ծանրաշարժ խոսելու եւ փարգանալու մեջ։ Աստծո փարգությունը արդար է, բայց մեր փարգությունը արդար գնա չլալ։ Մենք մեզի համար եթե փարգանանք արդար չենք։ Դիմացին համար երբ որ անարդարությունը կտեսնած կփարգանաս ադի ուրիշ է։ Որովհետեւ մարդու փարգությունը Աստծո արդարությունը չի գադարեր։ Չարամտությունը կնշանակե մեկ ուրիշին թշպախություն կցանգաս։ Չարությունը ադե։ Զրբարտությունը վարկաբերու նպատակ ունի։ Մարդուն հարկանքեն իջեցնես։ Պողոս Սաբարդը նաև վիրավորական ամբարգեշտ խոսքերը վերջապես արգելված է միայն սդելը, չես կնար սուտ խոսի, ծեր վրային հանեք հին մարդը։ Ուրեմն վերջը գսեմ միտքին հոգիով նորոգվեցեք, միտքդ պիտի նորոգվի, տարբեր բան պիտի սկսես մտածել, ինչ որ մինչև հիմա գխորը իր ադի մեկոն պիտի տնես, հին աղդոտ հագուստի պես կհանես և նոր մաքուր հագուստ կհագվես, ինչպես Զաքարիային մեջ գսե։ Եվ ասոնք անշուշտ Աստծո խոսքին Սուրբ Գիրքին գրված օրենքին համաձայն է, որ գլա։ Ուրեմն այս փոխարինը ցույց կտա դարձի քալը ինչպես օրսի ապաշխարությունը, անոր հետևանքները կամ այն նոր ստեղծվածը։ Եվ Քրիստոսի մասին գիտելիք ցեր կփերես, անոր խոսքի միջոցով գվերափոխվիս, նույն պատկերով գերբարափոխվիկ թեպի փառքի մեկ աշճան թեպի մյուս, այսինքն ամեն օր Աստված քեզ ավելի կմաքրե եւ ավելի կսրբե, ավելի իր բնավորությունը քո մեջ կսկսի մեծնալ։ Մեզ գսե դուրս կբերե մեր աշխարհակրական եւ սոցիալական սահմաններեն, քանի որ մենք ավելի բարձր թակավորության քաղաքացիներ ենք։ Երբ որ թշվախություն կլա կամ զրբարդան կլա կամ հալածանք կլա, դու ինչ կխորիս։ Աման, աս քաղաքը ինձ չուզեր, չէ։ Աս քաղաքը թող չուզե, ես երկի քաղաքացի եմ։ Աստված ինձ կուզե։ Շարունակենք 12-ին 14 համարները։ Ուստի Աստծո ընդրյալ սուրբերու եւ սիրելիներու պես ձեր վրա հագեք քութը, ողորմությունը եւ քաղցրությունը, խոնարհությունը, հեզությունը, երկայնմտությունը, իրարու համբերելով եւ իրարու ներելով։ Եթե մեկը մեկուն թեմ դրդուն չմունենա, ինչպես Քրիստոս ձեզի ներեց, որպես սալթուգալ, նույնպես սալթուգալ ներողություն, եւ այս բոլոր բաներուն վրա սերը հագեք, որ կատարելության գտնեն։ Ամեն։ Ամեն։ Ուրեմն հոս բնավորություն նոր կյանքի համար, նոր կյանքի բնավորությունն Աստված մեզի գուզե տալ եւ գսե որ ինչ պետք է հագվիս։ Ինչ տեսակ բնավորություն պետք է ունենաս, որ իրական Քրիստոսի հետևորդի բնավորություն ունենաս։ Քութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն եւ հեզություն, երկու տարբեր բաներ են։ Գրնանք ասել ինչ է տարբերությունը խոնարհության եւ հեզության։ Կշփոթենք շատ մոդ են իրարու։ Մեկը ինչպես թիմացին է քեզի գխոսի թուն խոնարհությունով գնաս արցականքել, մյուսը քու բնավոր թունես, հեզ մարդ մնես, շատ բանի չես թուն քու մասիդ մեծ խաղապար չունիս, հեզ ես, տարբեր է, Մովսեսը, այո, շնորհակալ եմ, երկայնմտություն եւ իրարու համբերել, հանի մե երկայն կսպասես, հոգիդ կել է սպասել են, բայց Աստծո ադիգա մեկ բնավորությունն է, եւ իրարու ներելով, եթե մեկը մեկուն թեմ դրդուն չմունենա, ինչպես Քրիստոս ձեզի ներեց, նույնպես ալ դուք։
Եվ այս ամենը սիրով գլա միայն։ Առանց սիրո ասիկա չես կնար գլուխանել։ Այս առավելությունը կարևոր պատասխանատվություն ունի, որպեսզի անոր առաքինությունները քարոզեք, ով ցես խավարեն թեպի իր սքանչելի լույսին կանչեց Պետրոսին մեջը գսե։ Եվ հիմա անիկա մենք կնանքնենք մեր ապրելակերպով, որպեսզի մենք ընդիրաման ըլլանք Աստծո համար, ընդրա ժողովուրդ, արձացորելու ում բնավորությունը։ Աստծո բնավորությունը, Տերոջ բնավորությունը։ Սակայն կանչվածները շատ են, ընդրաները քիչ։ Որ մենք չանանք ընդրաներուն մեջ ըլլալ, մեր փափակը անիկա ըլլա, որ մենք ընդրաներուն մեջ ըլլանք։ Ինչպես Տերը ցեզ ներեց, սերը գադարության գաբն է, մեր հանդեպ, քանի որ անոր սերը մեզի հանդեպ մեզի գաբը իրեն հետ, հնարավորություն կուտա նաև ճշմարտապես սիրելու ուրիշներուն։ Եթե Հիսուսը կսիրես, ուրիշներն կսիրես։ Ուրեմն, մեր հարաբերությունը վրա գասե նախ սեր, քտություն, փարություն, ներողամտություն ցուցաբերելով ուրիշներու հանդեպ մենք կորտնենք, ինչպես մեզ, այնպես էլ մյուսներուն։ Օրհնությունը գա, մեզի համար օրհնություն գա։ Գիտեք, սա ավելի լավ է դալը քան թե առնելը, թուն ավելի գուրախանաս։ Ուրիշներուն սիրելը եւ օրհնելը բավականություն կպատճառի։ Մարդիկ սովորաբար փարությամբ կարծականքեն մեզ եւ մենք շարունակենք ստանալ Աստծո ողորմություն եւ ներումը։ Երկրորդ, որ ավելի կարևոր է, փառավոր է Աստծո եւ գրնա խրախուսել, որ ուրիշներն ալ հավատան ու հետևին Հիսուսին, քանի որ ցույց կտա Աստվածային շնորհքի զորությունը։ Երբ որ Թիմոթին հետ խաղաղությամբ քութով գվարվիս, Աստծո զորությունը կցցնե, քանի որ Թիմոթը արժանի չէ, բայց դու իրեն տարբեր ցեով վարվեցար, անիկա պետք է որ իրեն Հիսուսի բերե։ Ոչ մեկ ասացություն, որ գրնա բաուրել մարդու հոգին չունի, այնպիսի ուժ որքան անշահախնդիր կյանքի ասացությունը։ Ավետարանի օգուտին ամենաուժեղ փաստարկը սիրող եւ սիրելի քրիստոնյան է։ Էլեն Ուայթին ապակինման ծառայության քիրքեն։ Պողոսի մտահոգությունը եկեղեցին խաղաղության ներշարժության համար հստակ կերևա աս երրորդ գլուխին մեջ։ Ոչ թե ի դարբերության հռոմեական, քանի հռոմեական գայսության մեջ կապրել, կամ մենք ասենք մեր երկին ի դարբերություն մեր երկին խաղաղության պայմաններուն, Քրիստոսի խաղաղությունը արտաքինեն բարդատրված խաղաղություն չէ, այլ պետք է իշխե մեր ներսը։ Դուրսը նույնիսկ եթե պատերազմը լա, ներսը գրնա խաղաղությունը լալ։ Այդ գրնա ունենալ միայն այն ժամանակ, երբ Քրիստոս կվերահսկի ամեն բան։ Կարդանք 16-17 համարները։ 15-ին գրիգարտամ ու Աստծո խաղաղությունը ծեր սրդերու մեջ տակավոր է, որուն դուք կանչվեցաք մեկ մարմնով ու փոխացեք։ Քրիստոսին խոսքը ծեր մեջ բնագի հարադավես ամեն իմաստությունով, իրարու սորվեցնելու ու խրադելու, սամոսներով և օրհնություններով ու հոգևոր երկերով, ծեր սրդերու մեջ շնորհքով Աստված օրհնելու։ Ամեն ինչ որ գնեք, թե խոսքով և թե գործով, բոլորը Տեր Հիսուսի անունով արեք, Աստծո ու Հորը փոխություն մատուցանելով անոր ցերկով։ Ամեն։ Եղբայր տուն դեղ մոներ գարտալիք, ինչ էր ատեղը, ես չեմ կարած։ Հա, օքեյ, լավ։ Վնաս չունի։ Այո, it's okay։ Ես at մեկ հատը չեմ գիտեր ուր էր։ Ուրեմն աս համարներուն մեջը Քրիստոսի խոսքը ծեր մեջ բնակի առադաբես։ Ուրեմն Քրիստոսի խոսքը բնակություն կհաստատե մեր սիրտի մեջը, մեր մեջը, այդտեղ գունա երբ ուշադրությամբ կգարտանք Աստվածաշունչը, որովհետեւ լսենք, սորվենք Աստծո իմաստունեն։ Վերջը երաշտության մասին կխոսի։ Երաշտությունը շատ կարևոր թեր ունի, որովհետեւ միմյանց ուսուցանենք եւ խրախուսենք կամ խրադենք։ Հետաքրքիր է երաշտության մասին աստեղը։ Պողոս Էփեսացիներուն գսե որ շատ կոնկրետ կխոսի սաղմոսներ, օրհնություններ եւ հոգեվոր երգեր։ Հիմա սաղմոսները 5 դարանի մեջի հոգեվոր երգերն էին, որ երգեին նոր գդագայի մեջը հոգեվոր երգեր արտահայտությունը գսվի ավելի շատ։ Եվ ասիկա հոգեվոր կյանքի եւ եկեղեցի կյանքի հետ կապված ցանկացած փառաբանական երգի համար, երբ որ Աստծո փառաբանություն կմահացանես։
Ուրեմն երկերու խոսքերը միջոց են ճշմարտություն ուսուցանելու եւ քրիստոնեական նոր կյանքով ապրելու վերաբերյալ հրահանգներ տալու։ Վերջին մի քանի տարերու շատ մեծ օրգներներ հույսի եւ վստահության հզոր վեհացնող ուղերձներ են, որոնք այնքան անհրաժեշտ են այս աշխարհին, որն այդքան թեթևը մեզ բոլորիս ներքև կքաշե։ Կան հոգեվոր երկեր, որ քեզի կբարձրացնեն, քու հոգեվոր վիճակը կբարձրացնեն։ Օրինակի համար, երբ որ Հենդելի Մեսայան եւ երաժշտությունը եւ փարերը ուղղակի քեզի Աստծո ներկայության կփերեն։ Կամ երաժշտությունը հզոր ասելությունը, քիչ առաջալ քարոզին մեջ ասվեցավ, որ ինչ տեսակ երաժշտություն մտիկ կնեն քու ազատ ժամանակը։ Երբ որ heavy metal, pop, չեմ գիտեր ինչ, քեշ խոսքերով կամ իրենց սիրտին նվաղած վիճակները մտիկ կնես, թունալ կնվաղիս, թունալ կհուսահատես, կովրադա նեղություն կա եւ տեսակ մը խավարի մեջ կինաս, բայց երբ որ հոգևոր երաժշտությունը մտիկ կնես, քեզի կբարձրացնե, քեզի հույս կփերե, գուրախացնե, սիրտ մխիթարություն կլեցնե, կմաքրե, կլվա քեզի, նույնիսկ գուլաս եւ ադլանա քեզի կմաքրե։ Մենք ես սկացած եմ, ով չէ սկացած երաժշտության զորությունը, ես սկացած եմ։ Ուրեմն ճիշտ երաժշտությունը գնա հոգևոր vocation չել եւ վեհացնել մեզի։ Ուրեմն կսե որ ինչ որ անեք խոսքով կամ կորձով կամ փերանետ ելածը կամ ցերկի դրածը ամեն բան դեր Հիսուսի անունով երեք։ Գնանք արդյոք իսկապես ասել որ դուք այդպես կվարվիք, ես այդպես կվարվեմ։ Եթե ոչ, եթե չեմ վարվիր, այսօր ժամանակն է։ Ինչպես կնամ փոխվել։ Այսինքն ինչ պետք է անեմ թաթարիլ անել է եւ ինչ կրնամ անել անոր դեղը Աստծո անունով։ Բարձորեն այսօր սորվեցանք։ Բարձորեն դերը մեզի սորվեցուց այս ամենը։ Երբ վերջացնելու համար մի գարտամ, երբ Աստծո հոգին գտիրե միտքին եւ սիրտին դարձի եկած հոգին նոր երկ մը գերկե։ Քանզի գիտակցի որ իր փորձառությամբ Աստծո խոստումը գադարված է եւ իր հանցանքները ներված են։ Եվ մեղքը քավված է։ Անաբաշխարած է Աստծո առաջ աստվածային օրենքը խախտելու համար եւ հավատացել է Քրիստոսի, որ մեռավ հանուն մարդու արդարացման։ Հավատքով արդարացած ըլլալով խաղաղություն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Հռոմեացին 5:1-ին մեջներ։ Ուրեմն մենք ձեռքերից տալած չենք կնար նստիլ։ Քանի որ խավարից թագավորի զորությունը միշտ մերի թեմ գելեն։ Ամեն օր մարդը պետք է վերանորոգի իր նվիրումը, ամեն օր պայքարի չարիքի թեմ, հին սովորությունները, սխալ ժառանգական հագումները մեզի կցկեն եւ ադոր հագարակ միշտ պետք է սկոնը լան Քրիստոսի զորությամբ ցկտելով հաղթանակի։ Ուշադիր ելանք մեր կյանքին համար։ Իր համար Աստծո իդեալին հասնելու չանքերն մեջ քրիստոնյան չպետք է հուսահատվի ոչ մեկ բանեն։ Փարոյական եւ հոգեվոր գադարությունը Քրիստոսի շնորհքի եւ զորության միջոցով խոստացված է բոլորին։ Հիսուս է զորության աղբյուրը, կյանքի ագունքը։ Իմ կյանքս որուն գսես։ Երեխա այդպես էր։ Հիսուսի է իմ կյանքս։ Երբ որ նեղության մեջ ես Հիսուսի անունը կանչե։ Մեզի համար Հիսուս է որ կորձի գտնե երկինքի ամենազորավոր միջոցները։ Ամեն քայլափոխի մենք շոշափենք անոր կենթանի զորությունը։ Էլևայդ կորձ կարակելոս քիրքեն քրված էր։ Տերը դա որ մենք բայկարինք եւ Աստված մեզի հաղթությունը տված է իր միջոցով։ Շնորհակալ եմ ուշադրության համար, մինչեւ հաջորդ հանդիպում։